Բոլոր ժամանակներում առաջընթացի ու հետընթացի խաչմերուկում մշակույթը եղել է հիշողության, ինքնության պահպանման եւ համայնքային համախմբման միջոց։ Տեղահան եղած հայրենիք կորցրած արցախցիների համար նոր միջավայրում այն դարձել է ոչ միայն կարոտը փարատելու, այլև ապրելու, արարելու հնար։ Երկար տարիներ աշխատել եմ Ղարաբաղ Ծիրիկոմում, բայց այստեղ տեղափոխվելով արդեն փորձում էինք հոբին դարձնել որպես բիզնես եւ առաջին ցուցահանդեսը ես ունեցա Մերիդիան կենտրոնում դեկտեմբերին։ Շատ ուրախ եմ, որ որպես արցախցի հրավիրեցին, մենք անվճար մասնակցեցինք նման ցուցահանդեսին։ Փայտ, գիպս, տարբեր տեսակի բաների պատրաստում, էլի հուշանվերների պատրաստում, արվեստանոցում պատրաստում ու բերում էր խանութ, էլի։ Դեռ մնացել է ամբողջան, դա ճիշտ ասած, երկու խանութը արվեստանոցում ամբողջությամբ թողել եմ։ Արվեստանոցում որ գնում եմ աշխատելու, գործիքները ես մի տեսակ սովոր եմ, էլի չեմ կարող առանց բանի։ Արցախի հետ կապված բան ինչ-որ բան չպատրաստեմ, էլի։ Արհեստավորների սեղանների կողքին աչքի ընկավ եւս մեկը՝ ազգային տարազներով, տիկնիկներով ու ձեռագործ գորգերով զարդարված։ Այն Ստեփանակերտի Արցախի ծիլ տիկնիկային թատրոնինն է։ 44-օրյա պատերազմի օրերին, երբ ապաստարաններում ու նկուղներում են եղել, նրանք երեխաների եւ մեծերի համար տիկնիկային ներկայացումներ են բեմադրել, փորձելով շեղել պատերազմի վախից ու տագնապից։ Այսօր Արցախի ծիլը շարունակում է Գյումրիում արցախյան բարբարով ներկայացումներ ունենալ։ Մենք ունենք փոքրիկ բեմ, ծալովի, այնտեղ մարաշի ասեղնագործությամբ հայկական նախշերով, որը հնարավոր է ձեռքով տեղափոխել։ Դրա հնարավորությունը մենք այսօր Գյումրիում էլ ունենք, եթե անհրաժեշտություն է լինում, որ մեծ բեմ չտանենք, մենք արագ կազմակերպում ենք, օրինակ այս տիկնիկները խաղարկային տիկնիկներ են, բարեկենտար ներկայացման տիկնիկներն են։ Մենք կարողանում ենք կազմակերպել ու հասանելի ենք բոլոր վայրերում, բոլորի համար, ովքեր որ գնահատում են մշակույթը, ցանկանում են սովորել, տեսնել արցախյանը։ Կրթամշակութային այսպիսի համախմբումները հարթակ են փոխադարձ շփումների արցախցիների համար, որոնք ապրում են Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Միաժամանակ այն հանրայնացնում է նրանց գործունեությունը, տալիս ընդլայնման հնարավորություններ։ Տեղահանված անձինք, ովքեր ցանկություն ունեն նման նպատակ ունեն ինչ-որ փոքրացավալ բիզնես իրականացնել, եկամուտ ձևավորող գործունեություն իրականացնել, մենք իրենց 8-օրյա ծրագրի շրջանակում զարգացնում ենք իրենց հմտությունները, փոխանցում ենք այն գիտելիքները, ինչի կարիք ունեն, սոցիալ-հոգեբանական աջակցություն ենք տրամադրում, փորձում ենք աշխատել իրենց վստահության բարձրացման վրա, ուժեղ եւ թույլ կողմերը հասկանալու վրա եւ ի վերջո մրցութային կարգով իրենք ստանում են նաեւ դրամաշնորհներ, ինչի շնորհիվ հիմնում են իրենց փոքրացավալ բիզնեսները։ Մենք 2021 թվականին իրականացրել ենք կանանց համար նախատեսված միջոցառում, որտեղ որ արցախցի եւ գյումրեցի կանայք միասին համատեղ պատրաստում էին արցախյան եւ գյումրվա ուտեստներ եւ համատեղ հարթակ էր ձևավորվել նաեւ բարբարային հաղորդակցման հետ կապված եւ շատ հետաքրքիր ինքը յուրօրինակ միջավայր էր ստեղծել։ Միջոցառման երկրորդ հատվածն ավելի երաժշտական ու բեմական շնչով էր։ Երգի ու բարի կատարումներով ներկայացան Արցախի բարի պետական համույթը, Մենք ենք մեր սարերը երգի բարի համույթը, անհատ կատարողներ, արցախյան մշակույթն ու ոգին ներկայացնելով գեղագիտական հարթությունից։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։